Ուզում եք կոֆեն վեկալեք, չեք ուզում մի վեկալեք, բայց ավելի լավ է վեկալեք, էլի։ Ինքս մոտիկ ասեմ։ Նա հաղորդակցություն ուղարկե, որտեղ մեր հայերից հայկին post արել, պատվիրել եմ Yandex, մոտեցել է ադրբեջանցի վարորդ, հասանք զանգում են Yandex, տեղեկացում ծիծվում է, թե ինչ անենք, եթե բողոք ունեք գրեք։ Բարեր չկա, բողոք ունեմ, որ կակ բողոք ունեմ, որ ձեր աշխատելու համար մարդիկ զոհվեցին։ Հեսա կդնեմ այդ հաղորդակցությունը։ Հիմա Yandex-ի այն գրասենյակը, ով որ էս ամեն ինչը նորմալ է համարում, հələ աթոռը քաշի արի նստի, էս ասեմ։ Ուրեմն մեր ժողովուրդը ինձ հաղորդակցություն ա ուղարկել, մի աղջիկ, ով որ post արել Yandex-ա կանչել, ասում են Յուրա ջան, նայ։ Ուզում եմ կարդամ, հեսա կդնեմ, համ էս գյատու դեմքը, համ էլ post-ը։ Պատվիրել եմ Yandex, մոտեցել է ադրբեջանցի վարորդ։ Մեր հայուհին է ասում։ Ադրբեջանցի վարորդ։ Okay։ Հասանք, զանգում եմ Yandex, տեղեկացնում եմ ծվծվում է, թե ինչ անենք, եթե բողոք ունեք գրեք։ Բարեր չկա, բողոք ունեմ, որ կակ, բողոք ունեմ, որ ձեր աշխատելու համար մարդիկ զոհվեցին։ Չգիտեմ, այս աղջիկը ով է, բայց առաջինը հանալ է, որ զանգել ես ու պորտերը տեղն ես դրել, արի ես կոֆեի շուրջ մնացածը կասեմ։ Հրամանատարան պարտանքին, դաշնացական քաչ զինվոր։ Yandex-ի այդ գրասենյակը ովքեր որ ընդունել են, այս սրան գործի, հեսա նկարը կտենան։ Հիմա պատկերացրա այ պղծանք։ Ով որ ընդունել է քեզ գործի, այան եմ ասում։ Հայ պիտի լինի։ Մեր ազգի մեջի դավաճաններից։ Հələ պատկերացրու, մի հատ կռված տղա էր կանչում Yandex ու բարձրում էր այդ կռված տղան էլ կոնտուզիա տարած։ Խոսքի որ դեմը խաղման չկա, աբսոլյուտն է։ Է որ կարող է խոսքի մի բան խրի բերանը տե։ Պատկերացրա այդ զինվոր աղբերներից ինչ-որ մեկը, ով որ պատերազմը տեսած եկել է ու այդ տաքսին է կանչում։ Ու էդի եկել է։ Ինչ է լինելու վիճակը։ Այսօր սաղ լրատվականները խոսալու են։ Օй, տեսեք ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետությունում Yandex-ի վարորդին մի տղա B Եսիմինչյանը, անակ բաբկեն։ B Եսիմինչյանը, ասես կարճեք, չէ՞ դուք սիրում ասել այդ սուտի այդ խոսացողները։ Եսիմինչյանը տվեց սպանեց Yandex-ի վարորդին, բայց չեն ասել որ Yandex-ի վարորդը ադրբեջանցի է։ Արա պղծեմ ձեր Yandex-ը։ Արա